տարին մեկնարկում ենք Դավիթ Համբարձումյանի գործով դատական նիստով, վերաքննիչ քրեական դատարանի բակում ենք, ինչ ակնկալիքներ ունեք դուք, քանի որ պարոն Համբարձումյանի հայրը նշեց, որ այդուհանդերձ ակնկալիք ունեն, որ արդարություն պետք է լինի եւ Դավիթ Համբարձումյանը ազատ արձակ։ Որքան է, չէ, Նիկոլենք այս սատանայական սիմվոլիկան սիրում, չէ, նոր նստած մի քանի ժամ է իրենց բռնազավթած իշխանության տարբեր ներկայացուցիչներով քննարկում էին արդարադատության եւ արդարության որակը Հայաստանի Հանրապետությունում, այն դեպքում, երբ որ այդ շարքում նստած բոլորը Նիկոլից SMS են ստացել, կալանքը ուզեն չուզեն պտի տան, այս որ մի դատավորը իրավունք ունի իմ ասածը չանելու, Նիկոլի SMS-ով BDԽ նախագահի ազատում եւ նշանակում, այս մարդիկ խոսում էին արդարությունից, արդարադատությունից ու հիմա պարոն Համբարձումյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում, որը արդեն երկրորդ անգամ է, ինչը բերել է արդեն ապօրինի դատավճռի եւ հերթական ապօրինի կալանքին։ Ասիկ տարին սրանով ենք սկսում, թույլ տվեք ասեմ, որ ոչ, տարին սկսել ենք Նարեկ Սամսոնյանի մեկ այլ քաղբանտարկյալի հացադուլով, սկսել ենք Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի հերթական ապօրինի որոշմամբ, Նիկոլի կողմից բնութագրված այն մարդիկ, ովքեր Հայաստանում կոչված էին արդարադատություն իրականացնելու, Նիկոլ իրենց նոր աշխատանք է տվել, եթե կհիշեք 18-ից, վնգստալը, վնգստացող դատավորների համախմբով այսօր նստած էին եւ լսում էին, փորձում էին որսալ Նիկոլի հայացքը, ոնց որ մի ժամանակվա իրան են Կարեն Անդրեասյանն էր ասում, նկարը գրպանում փորձում էին հասկանալ ինչ է ակնկալում Նիկոլը, այդ նույն ակնկալիքով եկել են հասկանալու թե ինչ պետք է անեն Դավիթ Համբարձումյանի, մեր սրբազանների, ապօրինի կալանքների հետ եւ մնացած քաղաքական բանտարկյալներին, որոնք իրենց համար օգտագործում են որպես ցուցանմուշ մեզ Հայաստանի քաղաքացիներից վախեցնելու համար, ցույց տալու, որ ձեր քաղաքացիական դիրքորոշումը Հայաստանի Հանրապետությունում պատժելի է։ Ես երկար ժամանակ է խոսում եմ նրա մասին, որ իրենց այդ հավաքույթի մեջ չկա իրավաբանական բավարար գիտակցություն ունեցող մարդ եւ Արփինե Դավոյանի իրավագիտակցության համախմբի մարդիկ են իրենք բոլորը հավաքական իմաստով։ Այսօր այդ Սրբույի Գալյանը Նիկոլի արդարադատության նախարարը եւս մեկ անգամ այդ փաստը հաստատեց։ Ինչ էր ասում։ Ասում է վերջին 5 տարիների համար աննախադեպ արդյունք ունի։ Կկռահեք, որ նա աննախադեպություն։ Ասում է 24 հոգով պակաս է մեզ մոտ դատապարտ կալանավորվածների թիվը դատապարտվածների թվից։ Դուք հասկանում եք, Հայաստանում սա աննախադեպ է իր խայտարակության էությամբ, իր խայտարակության բնույթով, որտեղ Հայաստանում երբեք դատավճիռ չունեցող անձանց, այսինքն կալանավորված անձանց եւ դատապարտված անձանց թիվը անգամ այնքան մոտ չի եղել, որ համադրելի լինի, բայց հիմա իրենք գլուխ են գովում, որ 24 հոգու ավել են դատել, 24 հոգու քիչ կալանավորել։ Նկատի ունեն, որ 24 տեղ ունեն, էլի, 24 քաղբանտարկյալ կարող են ավելացնել։ Արդարադատության նախարարը նաեւ նշել էր, որ դատական համակարգը մաքրվում է եւ որ իրենց պետք չեն դատավորներ, որոնք 7 տարի քննում են պարզունակ հարցեր, նաեւ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ հիշել էր այդ քննարկման ժամանակ, որ ժամանակին իրեն ավելի շատ էին դատական համակարգի վերաբերյալ հաղորդագրություններ ուղարկում, հիմա չկան դրանք։ Նիկոլ Փաշինյանի ցանկությունները ամբողջությամբ կատարածվել, Հայաստանի դատական համակարգ գոյություն չունի, այն որ ասում էր դատարանը ես եմ, կառավարությունը ես եմ, ազգային ժողովը ես եմ, հիմա դրան ավելացրել վեհափառը ես եմ, Հիսուս Քրիստոսը ես եմ, այս տրամաբանության մեջ իր մոտ այո հաջողություն կա, այլևս որևէ դատավոր հնարավորություն չունի առանց իր եւ իր հեղինակազրկված ուժային կառույցների հետ ճշտումների որևէ դատական ակտ, իրանք սրան հասել են։ Ինչ վերաբերվում է Սրբույի Գալյանը, երբ որ տենց մեծ ցանկությամբ փորձում էր ամեն Նիկոլին դուր եկող արտահայտությունը հնչեցնի, որ ինքը չլինի հաջորդ SMS ստացողը, այստեղ մի հատ շատ կարևոր բան կա ասելու։ Իրենք այն իշխանությունն են, որոնք ստեղծել են Հայաստանում արտակարգ դատարաններ։ Ես հիշեցնում եմ, որ արտակարգ դատարանների ստեղծումը արգելվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ։ Իրենք ինչ էին արել, առանձնացրել էին մի քանի դատավորներ, ովքեր մի բանի համար էին պաշտոնի նշանակվել, հարցազրույցների ժամանակ էլ այդ դատավորներին ուղիղ հարցեր հնչել։ Կալանքները տալու եք, թե չէ, ում բերել են կալանավորել են։ Այդ Սրբույի Գալյանի ստեղծած արդարադատական համակարգի Նիկոլին հաճոյանալու համար մարդ է մահացել դատարանի դահլիճում։ Արմեն Գրիգորյանին Նիկոլը իր արդարադատության համակարգով է սպանել։ Այդ մարդը իրենց զոհն է եղել։ Այդ դատարանն է Նիկոլի Սրբույի Գալյանի ստեղծած, որ Սոնա Մնացականյանը վրա երթի է ենթարկվել, սպանվել է Նիկոլի
ախրանիկների կողմից, մինչև հիմա մեղավոր չկա, պատժված չկա։ Բայց եթե մեկը մեզնից ստատուս գրի, մենք միանգամից կդառնանք ահաբեկչության կազմակերպիչներ, կատարողներ ու ավարտված ահաբեկչության համար դատապարտված անձինք։ Էս է սրանց ստեղծած արդարադատությունը։